Ձեր աջակցությունը հայտնում եք Սամվել Կարապետյանին։ Իհարկե։ Ինչ փոփոխություններ նա կարող է բերել Հայաստանի համար, ինչ դրական։ Միայն դրական, միայն բարգավաճում, միայն ծաղկում եւ կոչ եմ անում բոլոր գիտակից հայ մարդկանց պաշտպանել Սամվել Կարապետյանի թեկնածությունը, գնալ անպայման ընտրությունների, թույլ չտալ, որ այս ապիկար իշխանությունը վերարտադրվի։ Գործող իշխանությունը ոչ մի լավ բան չի արել։ Նա բերել է պատերազմ, բերել է բոլոր ոլորտների անկում, չնայած անպագորկոր հայտարարությունների, իրականությունը հակառակ է եւ այնինչ իրենք դրոշ են սարքել եւ թափահարում են դպրոցներ են կառուցում, ասֆալտներ են գցում, դպրոցներ սարքելու հետ մեկտեղ 200-ից ավել դպրոց են փակում եւ ամենավատը այն է, որ հասարակության մեջ պառակտում են մտցրել թշնամություն եւ այս 8 տարիների ընթացքում հասարակությունը անընդհատ ցնցումների մեջ է։ Մենք բոլորս հոգնել ենք, ուզում ենք հանգիստ, խաղաղ ապրել, արարել եւ ծաղկեցնել մեր հայրենիքը, ինչը անպայման կանի Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը իր ապրած կյանքով ապացուցել է, որ ինքը կարողանում է ստեղծի, արարի, առաջ տանի, իր բիզնեսներն են վկայում թե ստեղ, թե Ռուսաստանում։ Ես չեմ երբ որ ինքը ղեկավարի Հայաստան ամսի 7-ից հետո ունենալ ենք ուժեղ, ապահով, բարգավաճող Հայաստան։ Դրական փոփոխությունները շատ են, կարդալով բոլոր քայլերը, եւ ուժային եւ քաղաքային քաղաքացուն վերաբերվող ավելի մոտեցումները ճիշտ են, ավելի վերաբերմունքը ես ավելի մարդկային եմ գնահատում նրա համար, որովհետեւ հիմա ամեն ինչը վերացել է, կարծես ժողովուրդը կորցրել է իր իրավունքները, իրավունքի պաշտպանություն չկա, մարդուն պաշտպանող ոչ մի օրենք ես չեմ տեսնում, որովհետեւ կարծես ապրում ենք անօրենք երկրում։ Իսկ Սամվել Կարապետյանը ես հույսեր ունեմ, հույսով եմ, որ պետք է մենք ունենանք ազատ, խաղաղ հայրենիք։ Ես ուզում եմ, իրոք մենք չենք ունենա պատերազմ, մեր սահմանները հզոր պաշտպանված կլինեն, որովհետև ամենակարևոր պաշտպանության ամենաառաջին տեղը դա մեր սահմանների պաշտպանությունն է, հատկապես Սյունիք եւ Զանգեզուր, որը Զանգեզուրը Սյունիքը դա իմ կյանքի մեծ մասն է կազմում, որովհետեւ ես Սյունիքից եմ եւ ես պայքարում եմ նրա համար, որպեսզի ամուր սահման եւ խաղաղ երկիր ունենանք եւ ուժեղ Հայաստան եւ դա իմ պատկերացումները դա հեքիաթային չէ, երազանք չէ, դա իրականություն է, որին ես շատ շուտով սպասում եմ։ Ուզում ենք, որ ինքը հաղթի, ինքը նստի ու ժողովրդի համար լավ լինի։ Տնտեսական, ռազմավարական, այն ինչ որ կա բուկլետների մեջ կարծում եմ բոլորը։ Վերջին 8 տարին կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին չի փոխվել։ Նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ դեմ եմ եղել Նիկոլ Փաշինյանին, նրա խմբակին։ Հիմա Սամվել Կարապետյանի հետ կապված, քանի որ Սամվել Կարապետյանը առաջին անգամ քաղաքական հայտ ներկայացնում, վստահ ենք, որ Սամվել Կարապետյանի հայտը հաջողություն կունենա, մենք էլ կանգնած ենք իր կողքին, իր թիմի կողքին, որպես կամավորներ, որպես ակտիվիստներ, որպես քաղաքական անձինք, աջակցում ենք ուժեղ Հայաստանին եւ վստահ ենք, որ հունիսի 8-ին կունենանք փոփոխված նոր իշխանություն Սամվել Կարապետյանի վարչապետությամբ եւ ճանապարհենք այս խմբակին վերջապես հնարավորություն կա։